Ողջույն, ձեզ հետ է Մոն Հոմը, այսօր ցույց կտանք բնակարանի վերանորոգման ընթացքը և կպատմենք, թե ինչ լուծումներ ենք նախատեսում հիմա հարմարավետ և գեղեցիկ ինտերիեր ստանալու համար։ Սա մեր նախամուտքն է, այստեղ նախատեսում ենք ունենալ մեծ պահարան, այստեղ ունենալու ենք երկու բարձր դռներ, որոնք կհասնեն մինչև առաստաղին, ունենալու ենք երկու սենյակ, մի սենյակը լինելու է կոշիկների համար նախատեսված պահարան, որտեղ կունենանք գեղեցիկ պուֆ, որի վրա կարելի է նստել և փոխել կոշիկները, իսկ մյուսը լինելու է հյուրերի համար նախատեսված սանհանգույց, որտեղ ունենալու ենք ընդամենը մեկ լվացարան, բավականին մեծ և smart toilet։ Այստեղ դեպի հյուրասենյակ մուտք գործելու համար ունենալու ենք երկու մեծ փայտյա դռներ ապակիներով, որը բացելով մենք միանգամից մուտք ենք գործում մեր հյուրասենյակ։ Հյուրասենյակը նույնպես բաժանված է երկու մասի, այս հատվածում TV սենյակն է, որը մենք առանձնացրել ենք հիմնական հյուրասենյակից, այստեղ կառուցելու ենք պատ գիպսակարտոնից, որը մինչև մոտավորապես այստեղ կհասնի։ Այս պատը ամբողջությամբ կերեսպատենք շպոնապատ MDF-ով, ներքևում կլինի տումբա, վերևում կլինի մեծ TV 85 դույմանոց և հնարավորություն կունենանք տեղադրել PlayStation և այլ սարքեր։ Այս սենյակում մենք իրականացրել ենք մի քանի հետաքրքիր լուծումներ հնչողությունը բարձր որակի ստանալու համար։ Դրանցից մեկը առաստաղն է։ Մենք առաստաղի վրա գիպսաստվարաթղթե սալերի վրա փակցնելու ենք հատուկ ձայնամեկուսիչ նյութ, որի վրա ներկառուցվելու են մեր բարձրախոսները։ Ունենալու ենք 4 բարձրախոս առաստաղին, 1 բարձրախոս TV-ի մոտ և subwoofer, որի հաշվին կստանանք 5.1 հնչողություն, ինչպես պրոֆեսիոնալ կինոթատրոններում։ Իսկ այս պատի ամբողջ երկայնքով նախատեսում ենք ունենալ մեծ բազմոց, որի վրա կտեղավորվի 6-ից 7 հոգի և կարող են դիտել ֆիլմեր կամ խաղալ ինչ-որ հետաքրքիր խաղեր։ Այստեղ մենք նախատեսում ենք ունենալ երկու գեղեցիկ բազմոցներ իրար դեմ դիմաց զրուցելու, սուրճ խմելու կամ ինչ-որ բաներ քննարկելու համար նախատեսված, այս սենյակում չենք ունենալու TV, այս հատվածում ունենալու ենք գեղեցիկ մեծ ճաշասեղան, որի մոտ տեղավորվելու է 10 հոգի, թվում նայեք, թե ինչ գեղեցիկ տեսարան է բացվում բնակարանից։ Եվ քանի որ այստեղ ունենք բավականին մեծ վիտրաժային պատուհան, նախատեսել ենք ամբողջ երկայնքով կոնվեկտորային ջեռուցիչ, որը որ ձմռան ցուրտ ամիսներին չի թույլ տա, որ ապակիների վրա հավաքվի կոնդենսատ։ Գնանք առաջ ցույց տամ, թե ինչպիսի խոհանոց ենք ունենալու։ Մեր խոհանոցը բաղկացած է լինելու երկու հատվածից։ Ձախ հատվածում ունենալու ենք տեխնիկայի համար նախատեսված պահարան, այստեղ ունենալու ենք մի քանի ներկառուցվող տեխնիկա, իսկ այս հատվածում մեր հիմնական խոհանոցն է։ Այստեղ ունենալու ենք լվացարան, այստեղ ունենալու ենք մեծ ինդուկցիոն վառարան, նրա վերևում օդաքարշ, իսկ այս հատվածում նախատեսում ենք ունենալ երկու ներկառուցվող սառնարան, նաև բացի հիմնական կահույքից մենք այստեղ ունենալու ենք մեծ խոհանոցային կղզյակ, որը որ այս կողմից կունենա դարակներ, պարագաներ պահելու համար, հակառակ կողմից նախատեսված կլինի նստելու համար, կտեղավորի մոտ 4 հոգի և այս հատվածում կղզյակի վրա ունենալու ենք նույնպես լվացարան, մրգեր կամ բանջարեղեն լվանալու համար։ Իսկ հյուրասենյակի այս հատվածում նախատեսել ենք մեծ գրապահարան և հատուկ բազկաթոռ, որի վրա հարմար կլինի նստել կամ պառկել և գրքեր կարդալ։ Այս հատվածում բազմոցների գլխավերևում ունենալու ենք մեծ կլոր հետաքրքիր գեղեցիկ ջահ, որը որ լինելու է հետաքրքիր լուսային լուծումով։ Գնանք դեպի ննջասենյակ։ Իդեպ նախասրահում այստեղ ունենալու ենք գեղեցիկ բնական մարմարից հատակ և նշեմ նաև, որ ամբողջ նախասրահի հատվածը ջեռուցվող հատակ է իրականացված։ Այստեղ լինելու է մանկական ննջասենյակը բարձր դռներով։ Այստեղ նույնպես նախատեսել ենք կոնվեկտորային ջեռուցիչ, քանի որ մեծ ապակու փաթեթներ են։ Այս հատվածում լինելու է մեծ մահճակալ և այս պատը իրականացնելու ենք ձայնամեկուսիչ նյութով։ Այս պատը ամբողջությամբ լինելու է պահարան, որտեղ կտեղավորվեն բոլոր անհրաժեշտ պարագաները։ Այս հատվածում ունենալու ենք առանձին սեղան, որը կարող է ծառայել ինչպես գրասեղան, այնպես նաև հարդարման համար նախատեսված սեղան։ Մանկական սանհանգույցում նախատեսել ենք ունենալ մեծ գեղեցիկ լվացարան,
դարակներով ներկառուցվող ծորակ, այստեղ ունենալու ենք smart toilet, իսկ այս հատվածը առանձնացնելու ենք գիպսակարտոնով եւ ներսում ստեղծելու ենք լոգախցիկ։ Գնալով առաջ մուտք ենք գործում master ննջարան, որը որ բաղկացած է մի քանի հանգույցներից։ Այս հատվածում գիպսակարտոնե պատով առանձնացված ունենալու ենք մեծ եւ հարմարավետ լվացքատուն, որտեղ տեղադրված կլինեն լվացքի մեքենա, չորանոց, բոյլեր, ամբողջ տան տաք ջրամատակարարումը ապահովելու համար։ Մյուս սենյակում գտնվում է սանհանգույցը։ Այստեղ ունենալու ենք երկտեղ լվացարան, երկու առանձին ծորակներով, մեծ հայելի, ունենալու ենք բիդե եւ առանձին smart toilet։ Այս սանհանգույցը նաեւ հետաքրքիր է նրանով, որ բացի լոգախցիկից ունենալու ենք նաեւ առանձին տեղադրվող վաննա։ Այս հատվածում լինելու է մեծ մահճակալ, նրա գլխի հետևում ունենալու ենք պատ, որպեսզի բաժանենք հիմնական ննջարանի հատվածը զգեստապահարանից։ Պատի հետևում ունենալու ենք մեծ գեղեցիկ հայելի, պուֆ նստելու համար նախատեսված, իսկ այս պատը ամբողջ երկարությամբ ծառայելու է որպես զգեստապահարան։ Այստեղ ունենալու ենք ապակիներով շատ գեղեցիկ զգեստապահարան, իսկ այս հատվածում ունենալու ենք հարդարվելու համար առանձին անկյուն, որտեղ կլինի գեղեցիկ մեծ հայելի իր լուսավորությամբ։ Այս պատը ամբողջությամբ երեսպատելու ենք շպոնապատ MDF-ով, իսկ այստեղ լինելու է մեր TV-ն։